Կան բազմաթիվ խնդիրներ, որ հանձնաժողովը ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել է, մենք փաթեթն արդեն ուղարկել ենք տրանսպորտի և կապի նախարարություն, և քանի որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը հանդիսանում է ռուսական երկաթուղիներ ընկերության 100%-անոց դուստր ընկերությունը, մենք այդ փաթեթը արդեն իսկ ուղարկել ենք Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն, քանի որ երկաթուղային տրանսպորտի ոլորտը գտնվում է Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության ուշադրության կենտրոնում, նրանք էլ ունեն բազմաթիվ խնդիրներ բացահայտված, մինչև փաթեթն ուղարկելը մենք քննարկել ենք մեր ռուս գործընկերների հետ, խնդիրները իրենց շատ հետաքրքրեցին և իմ ռուս գործընկերը խոստացավ հետաքննություն իրականացնել այդ ուղղությամբ, մանրամասն ուսումնասիրել, անհրաժեշտության դեպքում վարույթ հարուցել ռուսական երկաթուղի ընկերության նկատմամբ և խիստ պատասխանատվության միջոցներ կիրառել։ Մեր դատախազությանը ինչ չեք ներկայացել, թե չկա այդպիսի ընթացակարգ։ Այս պահին դեռևս դրանք ուսումնասիրության արդյունքներ են, բնականաբար եթե պաշտոնական դիրքի չարաշահման երևույթներ կլինեն, կհիմնավորվի, բնականաբար նաև համապատասխան ուղղություններով կուղարկվեն փաստաթղթերը։ Որ գումար կարող եք նշել չարաշահումների։ Ոչ, այս պահին գումարներ չեմ կարող նշել, չարաշահումների խնդիրների մասին ավելի շուտ ես բարձրաձայնել եմ, խնդիրները դրանք մի քանիսն են, գնումների օրենսդրության պահանջների խախտումներ, խնդիրներ, որ բավականին շատ ընթացիկ ծախսեր են կատարվում, այդ ընթացիկ ծախսերը ներառվում են ներդրումների մեջ, մինչդեռ մենք կարծում ենք, որ դրանք ներդրումներ չեն կարող համարվել և այդ ընթացիկ ծախսերը ներառվելով ներդրումների կազմի մեջ պարզապես ներդրումների մեծությունն է ուռճացվում, քանի որ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը ներդրումներ կատարելու պարտավորություն ունի մեր երկրի նկատմամբ, բացի այդ բավականին շատ աշխատանքներ են իրականացնում, որոնք չեն համաձայնեցվում պետական լիազոր մարմնի կողմից, իհարկե կան նաև խնդիրներ, որ կարող են նաև հնարավոր չարաշահումների մասին վկայել, մասնավորապես կան վագոններ, որ վաճառվում են ոչ պիտանի վագոններ վրացական ընկերություններին շատ ավելի էժան գներով, քան այդ վագոնները վաճառում են հայկական ընկերությունները և ելի մի քանի խնդիրներ, որոնք վերաբերվում են այս ոլորտին։ Նոր տարին մոտենում է և գնային քաղաքականությունը ավելի մտնում է իր դերի մեջ, թռնում են գները, այսպես ասած, ինչ է պատրաստվում անել ձեր։ Ես քիչ առաջ նշեցի, որ խոշոր ընկերությունների գնային քաղաքականությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես այն ոլորտները, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնողներ։ Մնացած ոլորտներում գնագոյացումը ազատ է և գները որոշվում են առաջարկի պահանջարկի ազդեցության ներքո, իսկ այն ոլորտները, որտեղ կան խոշոր ընկերություններ, որպեսզի հակամրցակցային գործողությունների հետևանքով գնային փոփոխություններ չլինեն, այդ ոլորտները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, ամանորի նախաշեմին, դեկտեմբերի վերջին վերահսկողությունը մենք ավելի ենք ուժեղացնում, ավելի ենք խստացնում, որպեսզի հակամրցակցային գործողությունների հետևանքով գների անհիմն բարձրացումներ չլինեն։ Նորից եմ կրկնում այն ոլորտները, որտեղ կենտրոնացված է շուկան և կան խոշոր ընկերություններ, բայց ուզում եմ կրկին հիշեցնել, որ գների վրա ազդում են բազմաթիվ գործոններ և հակամրցակցային գործողությունները կարող են ընդամենը այդ գործոններից մեկը լինել և գնային փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ դրանք պայմանավորված են տնտեսվարողների հակամրցակցային գործողություններով։